մենք ինչքանով ենք մեղավոր, հարկեր ունենք, վարկեր ունենք, բոլորս բանկերին պարտքենք, ով է մեր փոխարեն այդ մուծումներն անելու, ես ուզում եմ հասկանամ, բանվորը ինչ մեղք ունի այս ամեն ինչի համար, թող արագ լուծում տան, ընթացք տան, մենք էլ աշխատենք, անցնենք մեր սովորական աշխատանքին, ինչով ենք մենք մեղավոր։ Քանի տարի աշխատում եք, սա է ձեր ապրուստը։ Ես 8 տարի աշխատում եմ, ոչ մի օր չի եղել աշխատավարձի ուշացում, ինչ-որ վատ բան, մենք չենք նկատել պարոն Ծառուկյանի կողմից, փառք ասում, ինչև հիմա շատ շնորհակալ ենք, որ աշխատանք ունենք այս դժվարին պահին, վարկեր ունենք, հարկեր ունենք, ուսանող ունենք, ոնց ենք պահելու, ուզում եմ իմանամ, ուզում եմ հասկանամ, կառավարությունը ինչ է մտածում, երևի միակ մարդն է աշխարհում, որ պարտք, վարկ չունի, ու չի մտածում հասարակ մարդկանց մասին, բա մենք ինչ մեղք ունենք, էսի վիճակա, ու մեր նման հազարավոր աշխատողներ, չի կարելի, չէ, թող ընթացք տան, վերջը ինչ են մտածում, Անցած նիստին վարչապետը ասում էր պետք է այնպես անենք, որ աշխատողների իրավունքները չխախտվեն, հիմա խախտվում է։ Դե տենում ենք էլի ինչքանով է պաշտպանված։ Հա հասկացանք մի օր, երկու օր, երեք օր, ինչքան կարելի է, ասենք։ Այդ ամեն ինչը, այդ պարտքերը ոնց ենք փակելու, ուզում եմ հասկանամ։ Ինքը մեր փոխարեն կանի այդ ամեն ինչը, չէ, բնականաբար։ Գործատունա չէ մտածում, դե թողեն աշխատենք, որ մենք մեր անելիքը անենք։ Եթե երկար փակ մնա, այսպես աշխատավարձ էլ չստանաք։ Եթե երկար փակ մնաց, մենք ամբողջ փողոցները կփակենք, չենք կարող ասենք շարունակենք։